Ուրեմն եկեք հիմա անցնենք հաջորդ պարագրաֆին, ենթատարածություններին, ընդ որում մինչև շարունակել եկեք շեշտեք մի կարևոր բան, որ անցած դասընթացի մեջ որակական փոփոխություն է եղել։ Մինչև այս պահը, եթե մենք դիտարկում ենք տարածություն ասելով, ասենք R3-ը, ամենը RN-ը, հետո ընդհանրացեցիք մինչև FN, այս պահից սկսած մենք տարածություն ասելով հասկանալու ենք կամայական V բազմություն, որ F դաշտի հետ միասին, այնպես որ V-ի վրա տված գործողություններ գումարում եւ դաշտի սկալայով բազմացում, որը բավարարում է բոլոր աքսիոմներին, այսինքն տարածություն ասելով հասկանում ենք տարածության աքսիոմատիկ ընկալումը։ Հələ եկեք այսպիսի ենթաբազմություններ հանրայինք, հա։ Տեսեք, մեր հանրածանոթ R3 տարածությունը վերցնենք եւ նրա մեջ մի քանի հատ ենթաբազմություններ վերցնենք։ Օրինակ, այս P հարթությունը, որը O կետով անցնում է, հետո էլ ինչ է, այս L ուղիղը, որը O կետով անցնում է, այս C խորանարդը, այս B գնդակը եւ այլն։ Տեսեք, որպես բազմություններ իրանք երկուսն են միմյանց համարժեք, մեկը մյուսից ավելի ոչ լավ կամ ոչ վատ օբյեկտներ են, բայց հատկապես հիշելով խմբերի, ենթախմբերի թեման, մենակ ինչ կարելի է նկատել, ենթադրենք այս գնդակը, ինչով ինքը այդքան էլ լավ ենթաբազմություն չի։ Օրինակ, եթե ես այս կուբիկի մեջից տեսեք մի հատ այսպես երկար այս կապույտ վեկտորն է տված, եթե ասենք դրա անվանեմ ես V եւ վերցնեմ A անգամ V-ն, որտեղ V-ն ենթադրենք, որտեղ A-ն ենթադրենք 1.5-ն է։ Մենք կգանք ուր, այստեղ կընկնենք, չէ, այս կարմիր մեծ երկար վեկտորը կստանանք որպես AV։ Այսինքն, եթե մենք վերցնենք գնդակի մեջի վեկտոր գործողությունը կատարենք տարածության, գնդակի մեջից դուրս կգանք։ Նույնպես, եթե ես գնդակի մեջ եւս մի վեկտոր վերցնեի, այս էլ U-ն է, հիմա այս U-ի եւ V-ի գումարը դարձյալ զուգահեռագծի կանոնով դուրս կգար մեր գնդակի մեջ։ Այսինքն ինչ կլինենք, գործողությունը անգամ հանրահաշվական չի լինի։ Հիմա դուք ինքներդ ինձ ասեք, իսկ եթե ես այս խորանարդը վերցնեմ, այդ առումով ինչ է, լավ է թե վատ է։ Ինչ կասեք։ Խորանարդը կենտրոնով անցնում, ինչ-որ ավելի լավ է։ Մի քիչ ավելի լավ կարող է լինել, չէ՞, օրինակ, այն որ կենտրոնում է, ինչ առավելություն է իրան տալիս, ի համեմատ այս գնդակի։ Գնդակը, չէ՞ որ ամեն մի տարածություն պետք է 0 իր մեջ պարունակեր։ Գնդակի մեջ 0-ական վեկտոր չկա, որտեղ 0-ական վեկտոր այստեղ է։ Գնդակի մեջ չկա, բայց այս կուբիկի մեջ կա։ Բայց ամենտեղում էլ կարող ենք դուրս գալ։ Այո, ասեք, եթե վերցնեմ այս վեկտորը եւ այս վեկտորը երկուսն է կուբիկի մեջից, նրանց գումարը զուգահեռ սա է տալիս նրանց գումարը, գեղեցիկ չէ առանձնապես, բայց հասկանալի է, որ կուբիկի մեջի վեկտորները դուրս են գալիս։ Այսինքն տեսնում եք, սրանք ենթատարածություն N, ենթաբազմություն N, բայց տարածության մեջ այնքան ներդաշնակ ենթատարածություն չեն, իրանք գործողությունների նկատմամբ հանրահաշվառական փակ չեն, կարող է 0 չպարունակել եւ այլ եւ այլ։ Բայց հիմա եկեք համեմատենք այս կապույտ հարթությունը։ Եթե այս կապույտ հարթության մեջ տեսեք, դա երկու հատ վեկտոր է վերցրած, U եւ V, այս իրանք ցանկացած վեկտոր հարթությունների մեջ հարթության մեջ են, իրանք գումարը հեսա նույնպես հարթությունից է։ Ցանկացած V վեկտոր եթե հարթությունից լինի կամ այս U, տեսեք, իրանք սկալյարով ենք բազում պատկեր, ստացել ենք այս A-ուն կամ BV-ն նույնպես հարթության մեջից է։ Հետո ինչ, ինչ ասենք, եթե V-ն այս այա մեր հարթության մեջից է, իրա մինուս V-ն նույնպես մեր հարթության մեջից է։
0-ն նույնպես հարթության մեջից է, այսինքն հարթությունը ոչ միայն ենթաբազմություն է R3-ի մեջ, այլև նոր բառ օգտագործենք ենթատարածությունը, այսինքն ինքը R3-ի մեջ ինչ-որ մի հատ ենթաբազմություն է, որը նույնպես հանդիսանում է տարածություն։ Նմանապես այս L ուղիղը, այս L ուղիղը, տեսեք, L ուղիղի մեջի եթե երկու վեկտոր վերցնենք իրար գումարը, իրենց գումարը իր մեջը վեկտորի հակադիրը իրանից է, խոսքով L ուղիղը եւ այս B հարթությունը մեր տարածության մեջ ենթատարածություն է։ Ժառանգվում է խմբերից, օղակներից այդ բառը այստեղ, խմբերում մենք խմբի ենթաբազմությունը անվանում էինք ինչ։ Ենթախումբ, եթե ինչ։ Եթե խումբեր այդ բազմության ներսում։ Այո, նույն գործողությունների նկատմամբ։ Ստեղ էլ եկեք տերմինը ձևակերպենք։ V տարածության մեջ սահմանում։ V տարածության տված F դաշտի վրա։ Նրա ու ենթաբազմությունը կոչվի ենթատարածություն V-ում, եթե նա նույնպես վեկտորական տարածություն է գումարման եւ սկալյարով բազմապատկման այն գործողությունների նկատմամբ, որոնք սահմանված էին V-ում։ Այսինքն տեսեք, այս սահմանումը ինչքան մոնոտոն շարունակում է ընդհանուր հանրահաշվական տենդենցիա։ Խմբի ենթաբազմությունը կոչվում է ենթախումբ, եթե նա նույնպես խումբ է։ Օղակի ենթաբազմությունը կոչվում է ենթաօղակ, եթե նույնպես օղակ է։ Դաշտի մեջ նույն կերպ սահմանվում է ենթադաշտը եւ այլ եւ այլ։ Այստեղ նույն սկզբունքով ենթատարածությունն է սահմանում։ Բայց գիտեք, մաթեմատիկայում երբեմն հարմար է սահմանումը ասել, հետո էլ մի հատ հայտանիշ բերել կամ ասել սա համարժեք սահմանում, որը ավելի հարմար է կիրառման համար։ Ինչու հələ եկեք հասկանանք, ինչի է նորվա ասած սահմանումը այդքան էլ հարմար չէ կիրառման համար, որովհետև տեսեք տարածության սահմանման մեջ 8 հատ աքսիոմ է մտնում, եւ եթե պատկերացեք բռնեի ես ամեն անգամ, որպեսզի ստուգեի, որ տված ուղիղը ենթատարածությունը 8 հատ աքսիոմ ստուգեի, պլյուս 2 հատ էլ աքսիոմ հանրահաշվական փակությունը ցույց տալու համար։ Այդ եկա պատմություն է դառնում։ Դրա համար այսպիսի համարժեք սահմանում կա, որ այդքան պատկերավոր չի, բայց կիրառելու համար ավելի հարմար է։ Սահմանում, համարժեք սահմանում V տարածության ու ենթաբազմությունը ենթատարածություն կոչվի V-ում, այն եւ միայն այն դեպքում, եւ ընդհանրապես երկու պայման։ Եթե U-ի ցանկացած երկու վեկտորների գումարը U-ից է եւ U-ի ցանկացած վեկտորը եթե բազմապատկենք ցանկացած սկալյարով F-ից, նույնպես կստանանք U-ի տար։ Դե զգացում եմ մի անգամից այս սահմանում ինչով է այդքան լավ, նրանով է լավ, որ ընդհանրապես երկու կետ է պետք ստուգել, բայց մենք պետք է չարչարվենք, որ ապացուցենք ինչու են այդ երկու սահմանումները համարժեք։ Տեսեք, նախ մի կողմից մյուսը ակնհայտ է, չէ՞, որտեղ նախ ով կասի ինչի սահմանում է այս վերևի սահմանումից ներքևի սահմանումը ինչի մի անգամից հետևում է, ով կասի։ Դե եթե ենթատարածություն է, արդեն այդ աքսիոմներին պետք է բավարարի, հետևաբար այդ երկու կետին էլ։ Այո։ Այս առաջի երկրորդ կետերը որ գրած են, դա ընդամենը ինչն է։ Դա ընդամենը այն փաստն է ստեղ գրած, որ ու նույնպես տարածություն այս գործողության նկատմամբ, այսինքն երկու վեկտորների գումարը իրանից է լինի, վեկտոր անգամ սկալյարը իրանից պետք է։
Այսքանը հասկանալի է։ Այսինքն այստեղ բովանդակալից կողմը ապացույցի ներքևից վերևն է, որ իրականում այս կետերը եթե կան, մնացած բոլոր կետերը կան։ Հիմա մի հատ հենց հետ վերադառնանք տարածության սահմանմանը եւ նկատենք, որ այստեղ աքսիոմների մի զգալի մասը ընդհանրապես ապացուցելու կարիք չունի։ Օրինակ, եթե հիմա մենք պետք է ինչ ցույց տանք։ Մենք պետք է ցույց տանք, որ ուն, եթե ենթատարածությունը երկրորդ, ըստ երկրորդ սահմանման, թե ենթատարածությունն է առաջի սահման։ Տեսնենք, որ աքսիոմներն է, որ կարիք չկա ապացուցելու։ Ենթադրենք պարզապես ուն, ուղղակի հələ որ ենթաբազմություն է V-ում։ Հələ ով կհիմնավորի այս աքսիոմը կոմուտատիվության կարիք կա ստուգելու եւ ապացուցելու, թե ոչ։ Չէ, չկա, եթե բազմության մեջ դա կա, ենթաբազմության մեջ նույնպես կա։ Այո, ապա V-ի եթե ցանկացած տարրերի համար դա կա, այստեղ նույնպես կա։ Նույնը վերաբերում է սրան, չէ։ Հետո էլ ինչին է վերաբերում, այս սրան եւ սրան։ Եթե V-ի մեջի ցանկացած վեկտոր բազմապատկում ենք 1-ով ստացվում է V-ն, թե U-ի մեջից էլ եթե վեկտոր վերցնենք բազմապատկում 1-ով կստացվի V-ն։ Այսինքն բովանդակալից կողմը մասը այս երկու ապացույցներն են։ Չէ՞ որ կարող է պատահի U-նից բազմություն վերցրածնի ենթաբազմություն, որ թարսի պես նրա մեջ 0-ն պարունակելուց չլներ։ Ով ինչ իդեա ունի, ինչպես կարելի է այս երրորդ կետը ցույց տալ, որ իսկապես 0-ն էլ է, եթե վերցնենք երկրորդ սահմանման կետերը, 0-ն նույնպես կլինի Ըստ մեր երկրորդ սահմանման I-ի տեղը 0 վերցնենք սկալարի։ ապրեք, շատ ապրեք, վերցնենք մեր երկրորդ սահմանումը, I-ի տեղը վերցնենք 0, I-ի տեղը վերցնենք 0, իրան բազմապատկենք V-ով, կամայական V-ով, չէ՞, հիշում եք երկրորդ սահմանման մեջ ասում էր, որ ուն պետքա դատարկ չլինի, նրա մեջից իրենց վեկտոր վերցնենք։ Սա կլինի 0-ական վեկտորը, սա իհարկե մեր 0-ն է դաշտից, եւ ստացվեց, որ սա դարձյալ մեր ույցը։ Դե ով է ուզում ասել նաեւ իսկ ինչի մինուս ուն կլինի մեր ույց, Դա էլ -1-ով կբազմապատկենք։ այո, -1-ով կբազմապատկենք, ստանանք -1 անգամ V-ն դա -1։ Այսա որպես տարական հատկություն հիշատակել ենք, չէ՞ որ մինուս V անգամ N դա V-ը։ Տեսեք, այ դա ստեղից է գալիս։ Մինուս A անգամ V-ն հավասար է մինուս AV, այդ նույնն հավասար է, սենց։ Եթե ստեղ A-ի տեղը վերցնում ենք 1, ստանում ենք դա։ Ուրեմն սրանից հետո մենք հիշեցինք, որ այստեղ երկու համարժեք սահմանումներ է տրված եւ մենք ըստ իրավիճակի կարող ենք օգտագործենք որը ցանկանում ենք։ Ավելի հաճախ երկրորդը։